Ես ենք ունկում։ Մենք ենք ունկանում։ Պարոն Գևորգյան, ինչպիսի դերասաներ Արտաշես Ալեքսյանի եւ ինչպիսի արտիստի կորցրեցինք մենք այսօր։ Եվ առանձնապես նաև մարդ, որովհետև շատ կարևոր է, թե արվեստագետ ներուց կողմից ինչպիսի մարդ է քաղաքացի, քան Արտաշես Ալեքսանյանը արտակարգ դերասան էր, տաղանդավոր, մեր հայ կինոյի լավագույն դերասաններից, հոյակապ մարդ տեսակը, որպես մարդ, ընկեր, ուսուցիչ, քանի որ իր, եթե չեմ սխալվում, արտիստական ստուդիան, դերասանի վարպետություն, դերասանական խոսք, ամեն ինչ ընդեղ սովորեցնում էին եւ իմ դուստրն էլ հաճախում էր հենց այդտեղ, ու շատ ենք շփվել Արտաշեսի հետ։ Ես շատ եմ ցավում, ափսոսում եմ, որ երևի վատն է նա, որ արդեն մենք էլ ենք մեծանում ու շատ հաճախակի սկսում ենք այս ցավալի տեքստերը արտասանել մեր ընկերների, մեր հայկական գույների։ Ես միշտ ամեն անգամ ասում եմ, մենք մի շատ կարևոր գույն էլ մեր երկրից, մեր քաղաքից պակասեց, նա ինքնուրույն դերասան, ինքնուրույն կերպար, իր մարդկային տեսակը բարձր, որակները բարձր, ինձ համար ինքը շատ լավ ընկեր, շատ լավ մարդ, իսկ որպես դերասան անփոխարինելի։ Իսկ ամենահիշվող կերպարը ո՞րն է եղել, որ ձեր մեջ տպավորվել է, տեսել եք։ Բոլորի մեջ տպավորվել էր Գարեգին Նժդե հենց այդ Նժդեի կերպարը կերտելը իր կողմից եւ ոչ միայն, նաեւ հիշողություն ֆիլմ կա, որտեղ ես էի երաժշտությունը գրել եւ ինքը խաղում էր իր դերը այդ ֆիլմի մեջ եւ ֆանտաստիկ էր խաղում, ֆանտաստիկ։ Այդ ֆիլմը դեռ չի ցուցադրվել։ Այդ ֆիլմի երաժշտությունն էլ ես էի արել, դրա համար ֆիլմը լավ գիտեմ ու իր խաղացած կերպարները բոլորը հիանալի են։ իսկ ինչու՞ չի ցուցադրվել ֆիլմը կամ Էլ դրա մասին չխոսանք, էլի։ Իսկ վերջին անգամ երբեք խոսել, ինչ է ասել, հիշում եք։ Իր այդ խոսել ենք, վերջի անգամ հանդիպել ենք, երևի մի 2 ամիս, ներողություն, հունիսի 1-ին։ Եվ շատ տպավորված եմ։ Պատառող չէր, բայց Առողջական խնդիր ուներ, բողոքում էր առողջությունից, այո։ Ես ավել բան ճիշտ ասած էլ չգիտեմ, որ ասեմ։ Իսկ ինչպես է նա հարաբերվում նոր սերնդի հետ, ձեր դուստրը ինչ հիշողություններ ունի։ Իրանք ամբողջ իրանց կուրսով հիմա ստեղ են գտնվում, որովհետև այնպիսի լավ տպավորություն են ստացել իրենց ուսուցչից, որ պարտք են համարել անպայման իրենց հրաժեշտը այս տեսակով գոնե կան մասնակցեն։